Անհրաժեշտ է ներխուժել թշնամի երկիր եւ գերի վերցնել 150-ից 250 հազար քաղաքացիական անձի։ Ծրագիրն իրականացնելու համար ներառված են Իսպանիան, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը, Իտալիան, Վրաստանը, Կիպրոսն ու անգամ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ոչ սա ոչ ոքի երազը չէ, ոչ էլ հոլիվուդյան ֆիլմից հատված։ Բագրատ Սրբազանի դեմ որպես իրեղեն ապացույց ներկայացված փաստաթղթի բովանդակությունից մի հատված է։ Այսպիսի մի փաստաթուղթ անհայտ ծագումով, բնականաբար ոչ մի իրականության հետ աղերս չունեցող, դրվել է քննչական կոմիտեի կողմից, ղեկավարի կողմից այդ հայտարարությամբ, որ սա իր ձեռքով գրված փաստաթուղթ է։ Ապրիլի 9-ին ավարտվել է Սրբազանի գործով նախնական դատալսումների փուլը, շուտով մեկնարկելու է ապացույցների հետազոտման փուլը։ Նոր փուլից առաջ փաստաբանական թիմը հանրությանն է ներկայացրել Սրբազանի ու նրա աջակիցների դեմ ներկայացված մեղադրանքների հիմք հանդիսացող իրեղեն ապացույցները։ Առհասարակ արկա չէ որևէ քրեադատավարական վերլուծություն բովանդակային, թե ինչ դեր ունի այս փաստաթուղթը այդ ենթադրյալ մեղադրանքի հետ։ Այսպես կոչված ապացույցների մասին հերթով։ Ըստ քննչական կոմիտեի նախագահի այս փաստաթուղթը գրել է անձամբ Բագրատ Սրբազանը։ Նա նման հայտարարություն արել է ազգային ժողովի ամբիոնում, սակայն ձեռագրաբանական փորձաքննություն չի իրականացվել պնդումն ապացուցելու համար։ Տեղյակ եք այդ գործով, որ իրան ձեռքով գրած ապացույցներ կա, որ արարքի որակումը ինքը իրան տվել է։ Ահա բեկցություն։ Նախ ցանկացած իրավաբանի եւ առավել եւս իրավապահի, քննիչի, քննչականի պետի համար շատ ակնհայտ պետք է լիներ, որ այդպիսի պնդում կատարելու համար դրա վերաբերյալ պետք է ունենալ անխոցելի ապացույցներ, մասնավորապես միակ տարբերակը, որով կարող էր պնդել, որ այս կամ այն փաստաթուղթը գրված է Բագրատ Սրբազանի կողմից, դա կարող է լինել միայն դատաձեռագրաբանական փորձաքննության միջոցով։ Նման փորձաքննություն երբևէ ոչ նշանակվել է, ոչ փորձ է կատարվել նման ընթացակարգով պարզելու եւ իրականում ցանկացած ով կարող է վերցնել այս տեքստը եւ համեմատել Բագրատ Սրբազանի ձեռագիր որևէ գրության հետ, որը քիչ չի նաեւ սոցցանցերում առկա է, հատկապես հայերեն հատվածը եթե նայենք, ոչ մասնագետի համար էլ միանգամից ակնհայտ կլինի, որ դա իր ձեռագիրը չի։ Թուղթը, որը ներկայացված է որպես ապացույց, գրված է անգլերենով։ Ինքը Սրբազանը ծանոթ չէ փաստաթղթին։ Փաստաբանական թիմը նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպես եւ որտեղից են հայտնաբերել փաստաթուղթն ու ինչպես է արձագանքել Սրբազանը։ Չեմ մեկնաբան թարգմանում եմ անգլերենից։ Իմացած Global Revolution։ Բանթերնով։ Մի քաղաքացի խնդրել է, որ Ինչ կհայտարարեք սրա հետ կապված, ում պատկանվում կողմից կատարվել։ մեկը տված կլինի։ Ձեր կողմից չի իրականացվել։ Իմ ձեռագիրը ստուգեք կտեսնեք, որ չի։ Քրեական վարույթում որպես ապացույց ներառված է նաև այդ օրերին շարժման համակիրներից մեկից ստացած նամակը, որտեղ վերջինս Սրբազանին իր երազի մասին է պատմել։ Եկեղեցու բակը Բագրատ Սրբազանը զենք է հավաքում, մեծ չափսի զենքեր, տղամարդիկ գրառումներով ձեռագիր փաստաթուղթ, առկա են նաև կամարդներ, լույսի շողեր, Թուր ու Վահան, որը պիտի վերցնեի ես։ Եկեղեցու ներսը Բրուտյանը մոմ էր վառում եւ աղոթում գրառումներով փաստաթղթեր։ Պաշտպաններն անդրադարձան նաև աղմկահարույց ձայնագրություններին, որոնց խեղաթյուրման հիմքով հաղորդում էր ներկայացվել իրավապահ մարմիններին։ Պաշտպանական թիմը վերահաստատեց, չնայած գլխավոր դատախազը հայտնել էր, որ այդ ձայնագրություններն անցնելու են համապատասխան փորձաքննություններ, առ այսօր որևէ փորձաքննություն չի եղել։ Գրված է օրինակ Իգոր Սարգսյան, որի պաշտպանը ես եմ։ Այդ Իգոր Սարգսյանն ասում թե չէ։ Ես 30 տարի դատարանում էլ բազմաթիվ անգամ նշել եմ, 30 տարվա իմ ընկերն է։ Գախնա լսում եմ ձայնը չեմ կարողանում նմանացնել, ասեմ եղբայր, այս քննիչը հո պայծառատես չէր, Նաստրադամուսներ, Վանգաներ, թե Մեսինգներ, որ սենց լսում ա մեկի ասում ա գրեք սրա անունը, գրեք նրա անունը։ Ամեն դեպքում եթե նույնիսկ նման ունակություններ ունենար քննիչը, Քրեական դատավարության 252 հոդվածը, որ սահմանում է փորձաքննության պարտադիր նշանակում, դրա երկրորդ մասն ասում է, որ եթե նույնիսկ նախաքննական մարմնի որևիցե անդամ տիրապետում է նման ունակությունների, նա չի կարող տա եզրակացություն։
Սրբազան պայքարի գործով կալանավորումները սկսվել են 2025 թվականի հունիսի 25-ին ահաբեկության եւ իշխանությունը զավթելու նախապատրաստության մեղադրանքներով։ 18 մեղադրյալներից մեծ մասի խափանման միջոցը երկարատև կալանքից հետո փոխվել է այլընտրանքային խափանման միջոցի։ Այժմ տնային կալանքի ներքո են գտնվում Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը, վերջինիս վարորդ Կարո Օկումուշյանը, ՀՅԴԳՄ անդամ Իգոր Սարգսյանը եւ ակտիվիստ Վահագն Չախալյանը, իսկ Բագրատ Սրբազանը դեռևս գտնվում է կալանավայրում։ Նրա դիրքորոշումը կալանքի փոփոխման վերաբերյալ այն է, որ միջանկյալ խստությամբ խափանման միջոցներն ընդունելի չեն։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։